Հունվարի 13-ին Ձմեռպապի աշխատանքային տարին կավարտվի։ Արդեն 13 տարի Գագիկ Շիրմազանյանը ձմեռպապ է աշխատում Վանաձորի հայքի հրապարակում։ Տարվա ընթացքում ընդամենը 15-20 օր տևող աշխատանքը նրա համար ամենահետաքրքիր մասնագիտություններից է։ Այստեղ հեքիաթ կա երազանքների իրականացում։ Ձմեռպապի աշխատանքը շատ կարևոր է, որովհետև մանուկները միշտ գալիս են, իրենց հեքիաթի հերոսին են փնտրում։ Իրենց բոլոր երազանքները, մտորումները կապված է ձմեռպապիկի հետ, գալիս են տեսնելով ձմեռպապիկին, անգամ գրկախ առնվում են, համբուրում են ձմեռպապիկին, շատ ուրախանում են։ Եվ մեր երեխաների այդ մանկական անկեղծ, ասենք, հավատքը դեպի ձմեռպապը շատ մեծ լիցք է հաղորդում մեզ եւ մենք նույնպես շատ ուրախանում ենք մանուկների հետ միասին։ Փոքրիկները հաճախ են վազում դեպի ձմեռպապն ու նվերներ պահանջում։ Հայքի հրապարակի ձմեռպապը ուսին պարկ չունի, բայց երեխաների համար պատասխան իհարկե ունի։ Եվ ես իրենց ասում եմ, որ գիշերը կբերեմ նվերները եւ դուք կվերցնեք անպայման։ Մանուկների իրցերը կարծես թե կատարվում են։ Իրենք նամակներ են գրում ձմեռպապիկին, իրենց ցանկությունները հայտնում են եւ անկախ ձմեռպապի միջոցով, թե ինչ-որ մի բարեգործի միջոցով այդ նվերները հասնում են մանուկներին եւ նրանք մեծ երջանկություն են ապրում։ Այդքանով կարեւոր է, շատ կարեւոր է դա, որ երեխաները միշտ երջանիկ լինեն։ Վանաձորի հայքի հրապարակի տոնածառն այս օրերին ամենաշատ հյուրերն է ընդունում իր շուրջը։ Հրապարակն ավելի մարդաշատ է երեկոյան ժամերին։ Վանաձորցիների մոտ հատուկ ավանդույթ է ձևավորված ամեն տարի հրապարակում նկարվել տոնածառի եւ ձմեռպապի հետ։ Հայքի հրապարակի տոնածառի մասին վանաձորցիների կարծիքներն իրարամերժ են։ Բնական է, բայց խաղալիքների փոփոխություն կարող է լինել, ընդհանուր հրապարակի ձևավորման մեջ փոփոխություններ կարող են մտցնել, թե չէ ամեն տարի ասում եմ գնում ենք նկարվելու, մեծ տղաս ասում է ամեն տարի նույն նկարներն եմ անում, ընդամենը ես եմ մեծանում։ Լավն է, սիրուն է։ Հավանում ենք, ինչ այլ է, նորմալ է, ոչինչ։ Թորնիկս 2 տարեկան է։ Եկել ենք, նկարվել ենք, ուրախացել երեխեն։ Հրաշալի է, ինձ միշտ դուր է եկել։ Իհարկե նկարվել ենք, կարևորն է, որ ինքը բնական տոնածառը։ Ամենակարևորը դա է, որ ինքը բնական, արհեստական չի։ Եվ դրանով ինքը բոլորիս համար շատ հաճելի է։ Համեմատած Երևանի եւ մյուս տեղերի տոնածառների հետ շատ անշուք տոնածառը։ Բերել նկարել ենք։ Ամսի 3-ի օրը։ Այնպես որ շատ հիանալի տոնածառ է։ Գիտենք, որ Հայաստանում միակ տոնածառն է բնական, տոնածառին, ասենք, սիրունություն են տալի իր լույսերը, որ կողքի տոնածառներն է զարդարեին, այդպես ավելի լավ կլիներ։ Ամեն տարի եկել եմ թորնիկներիս հետ, նկարվել ենք շատ լավ, ուրախ անցկացրել ենք։ Ձմեռպապի մասնագիտությունը որքան հետաքրքիր, այնքան էլ բարդ է։ Նրանց աշխատանքին խոչընդոտում են հատկապես կարգազանց տոնական օրերին խմիչքը չարաշահած վանաձորցիները, բայց բոլոր խնդիրները հարթվում են։ Ձմեռպապը բարի է գտնվում եւ հարթվում է ամեն ինչ։ Արդեն ավանդույթ է դարձել, որ հայքի հրապարակի տոնածառն իր տոնական զարդարանքներից կազատվի հին տոմարով նոր տարին էլ դիմավորելուց հետո։ Դրանով կավարտվի նաև ձմեռպապի աշխատանքը։ Մի հեռուստաընկերություն լուրեր։